Բարև ձեզ սիրելիներ, այսօր մենք ուսումնասիրում ենք Ելից 33 և 34 գլուխները։ Սա այն պահն է, երբ Մովսեսը հասկանում է, որ առանց Աստծո կյանքը անիմաստ է։ Մենք փնտրում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին այս պատմության մեջ։ Գլուխ 33-ը, երբ Աստված ասեց, որ իր ներկայությունը չի գնալու ժողովրդի հետ, իրենց մեղքի պատճառով, Մովսեսը աղոթեց. եթե քո ներկայությունը մեզ հետ չգա, մեզ մի հանիր այստեղից։ Ելից 33:15 Հոգևոր խորհուրդը Մովսեսը գիտեր, որ առանց Աստծո ներկայության խոստացված երկիրն էլ անգամ դառնում է դատարկ, անապատ։ Հիսուսը այն Էմանուելն է, որը նշանակում է Աստված մեզ հետ, ով խոստացավ. ես ձեզ հետ եմ ամեն օր մինչև աշխարհի վերջը։ Մատթեոս 28:20 Այստեղ տեղի է ունենում մի հրաշալի դեպք։ Աստված Մովսեսին դնում է վեմի ժայռի խոռոչում, որպեսզի նա պաշտպանված լինի և տեսնի Աստծո փառքը։ Ելից 33:21-22 Հոգևոր խորհուրդը, որտեղից գիտենք, որ այս վեմը Հիսուսն է։ Պողոս առաքյալը առաջի Կորինթացիներին 10:4-ում հստակ ասում է. և այն վեմը Քրիստոսն էր։ Ինչպես Մովսեսն էր թաքնված վեմի մեջ, այնպես էլ մենք այսօր պետք է թաքնված լինենք և պաշտպանված լինենք միայն ու միայն Քրիստոս մեր վեմի մեջ։ Աստված նորոգեց ուխտը և Մովսեսի դեմքը սկսեց ճառագայթել։ Բայց այդ փառքը ժամանակավոր էր, սիրելիներ, և քողով ծածկված։ Աստված երբեք իր զավակներին չի թողնում առանց առաջնորդության։ Եթե դուք այսօր կանգնած եք դժվարության առաջ, հիշեք, դուք ունեք Հիսուսին, ձեր վեմին։ Նա չի շարժվում, նա հաստատուն է։ Երբ դուք Քրիստոսի մեջ եք, աշխարհի ոչ մի փոթորիկ չի կարող ձեզ վնասել։ Աստծո ներկայությունը ձեր կյանքում փաստ է, ոչ թե զգացողություն։ Որպեսզի ավելի լավ պատկերացնենք, թե ինչու ենք Հիսուսին անվանում վեմ, եկեք կարդանք ևս մի քանի համարներ։ Սաղմոս 18:2-ն ասում է. Տերը իմ վեմն է, իմ ամրոցը և իմ փրկիչը։ Մատթեոս 16:18 Հիսուսն ասաց, որ իր եկեղեցին կառուցելու է վեմի ժայռի վրա և դժոխքի դռները չեն հաղթի նրան։ Իսկ Կորինթացիս 3:18 ասում է, որ ի տարբերություն Մովսեսի մենք այսօր բաց երեսով ենք նայում Աստծո փառքին և փոխվում ենք նրա պատկերով։ Սքանչելի է, թանկագիններ։ Սա նշանակում է, որ Հիսուսի շնորհիվ մենք ավելի մոտ ենք Աստծուն, քան նույնիսկ Մովսեսն էր այդ պահին։ Եկեք աղոթենք. Տեր Հիսուս, իմ անշարժ վեմ և իմ փրկիչ, շնորհակալ եմ, որ դու ինձ թաքցրել ես քո մեջ և պաշտպանում ես ինձ։ Խնդրում եմ, թող քո ներկայությունը միշտ լինի իմ կյանքի բոլոր օրերում և իմ ընտանիքի հետ։ Լուսավորիր իմ ճանապարհը և օգնիր ինձ ճառագայթել քո սերը ամեն օր։ Ամեն։ Սիրելիներ, Աստված օրհնի ձեզ, եթե դուք ունեք ձեր կարծիքները, կարող եք մեկնաբանություններում գրեք և Աստծո կամքով կհանդիպենք վաղը։